Հորիզոնը շարունակում է աշխատանքը, բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին։ Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։ Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման շուրջ։ Նիկոլ Փաշինյանը եւ Էլինա Վալտոնենը անդրադարձ են կատարել նաեւ Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերին։ Հայաստանի Հանրապետությունը եւ Միացյալ Նահանգները համատեղ ջանքեր են իրականացնում TRIP նախագծի կյանքի կոչման ուղղությամբ։ Այդ մասին ԵԱՀԿ գործող նախագահ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկաթուղու այն հատվածը, որը անցնելու է Հայաստանի հարավով, կոչվելու է TRIP, իր հստակ անվանումը եւ սկզբունքներն ունի։ Այդ սկզբունքներն են տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ինքնիշխանությունը, երկրների իրավազորությունը այդ ենթակառուցվածքների նկատմամբ եւ իհարկե փոխադարձությունը։ Միրզոյանը նաեւ նշել է, թե մանրամասները դեռ պիտի հստակեցվեն Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև։ Նախարարն ու ԵԱՀԿ նախագահը պատասխանել են նաեւ այլ հարցերի։ Դուք նշում եք, որ բոլոր հանդիպումների եւ միջազգային այս հարթակներում այցերի ընթացքում բարձրացնում եք գերիների հարցը եւ փորձում եք լուծումներ գտնել։ Վերջին շրջանում բավականին ակտիվ եք միջազգային հարթակներում, հանդիպումներում, ինչ նորություններ կարող եք ասել։ Մենք ամենօրյա մեր աշխատանքն ենք իրականացնում այս ուղղությամբ, ոչ միշտ տեսանելի, ոչ միշտ արդյունավետ, հակառակ դեպքում հարցը վաղուց լուծված եւ դուրս եկած կլներ օրակարգից, բայց մենք իրականացնում ենք այդ աշխատանքը։ Ինչպես եւ միշտ այս պահի եւս ես ուզում եմ հույս հատնել, որ առաջիկայում մենք այս առումով լավ նորություններ կունենանք, համենայն դեպս մենք չենք դադարում մեր ջանքերը եւ բառացիորեն երեք նաև Շարմ-ալ-Շեյխում տեղ ունեցած այդ խաղաղության գագաթնաժողովի շրջանակներում կրկին մեր ադրբեջանցի գործընկերների հետ քննարկել ենք այս հարցը։ Այնպես որ հուսանք, որ մեր ջանքերը դրական արդյունքով կպսակվեն առաջիկայում։ Լեական հերոստատեսությանը տված հարցազրույցում նշել էիք, որ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշում, հոգնակիով էիք նշել, այսինքն մի քանի նախապայմաններ, հայտնի է, որ մեկը դա սահմանադրության փոփոխությունն է, մյուսը ԵԱՀԿ Միսկի խումբներ, Միսկի խմբի հետ կապված արդեն հստակություն կա, մյուս նախապայմանները սահմանադրությունից զատ որոնք են։ Միսկի խմբին վերաբերող խնդիրը ըստ էության լուծված է, քաղաքական որոշումը կա եւ բյուջեի եւ մնացած ավելի տեխնիկական բնույթի հարցերով ուրեմն վերջնական որոշումները կլինեն մինչեւ դեկտեմբեր։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, ապա ես հարկ եմ համարում նշել, որ ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա այդպիսի հարց որպես փոխհամաձայնեցված օրակարգի հարց գոյություն չունի մեր քննարկումներում եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության եւ կամ նոր սահմանադրության ընդունելու հարցը բացառապես ներքաղաքական օրակարգի եւ մեր ժողովրդի որոշելիքի հարցն է։ Ես զարմանում եմ, որ շարունակաբար այսքան ուրեմն հավաստիացումներից հետո հարցերը շարունակում են մնալ կամ հնչել, բայց եթե հարցնում եք, նորից ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ երրորդ կողմի արչև չի ստանձնել եւ չի ստանձնելու պարտավորություն փոխել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Կրկին դա միայն եւ միայն մեր քաղաքացիների որոշելիքն է եւ մեր ներքին, ներքաղաքական, ներհանրային, եթե կուզեք, օրակարգի մաս։ Այո, Ադրբեջանը շարունակում է ասել, որ կապել, պայման դիտարկել որպես եզակի թվով նախապայմաններ, որպեսզի հստակ լինի նորից բանի տեղիք չտա, կա այդ նախապայմանը դնել այդ պայմանը Ադրբեջան շարունակում է պայմանագրի ստորագրման համար, մենք այս կապվածությունը, այս նախապայմանը չենք ընդունում, արդեն ասեցի։
Դուք ժամկետներ նշեցիք Միսկի խմբի լուծարման հետ կապված, եթե չեմ սխալվում, ասեցիք ոչ ուշ քան դեկտեմբերը, իսկ եթե չի լինում արդեն Միսկի խումբը այս դեպքում ինչպես է ԵՀԿ-ն պատկերացնում խնդրի կարգավորումը մասնավորապես արցախահայերի իրենց տներ վերադարձի հետ կապված եւ ընդհանրապես իրենց միջազգային իրավունքի վերականգնման հետ կապված։ Շատ հակիրճ կպատասխանեմ, այո, ԵԱՀԿ Միսկի խմբի կառույցները կփակվեն մինչև դեկտեմբերի 1-ը։ Մենք բոլոր կետերը դիտարկում ենք։ Մենք խորքային քննարկում ունեցանք նախարարի հետ եւ ԵԱՀԿ-ն պատրաստ է սատարելու խաղաղությանը, դիմակայունությանը Հայաստանում եւ տարածաշրջանում։ Հատուկ շեշտադրում կլինի տնտեսական բաղադրիչին, ինչպես նաեւ շրջակա միջավայրի եւ կլիմայի ուղղությանը։ Հավելելով նաեւ տիկին նախարարին, կուզեի ավելացնել կամ կրկին հիշեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականություն այս հարցում, մենք կարծում ենք եւ մենք լրջագույն, ես կասեի, ջանքեր ենք գործադրում այն ուղղությամբ, որ տեղահանված հայրենակիցները մեր կարողանան ամբողջապես ինտեգրվել եւ իրենց կյանքը վերսկսել կամ շարունակել Հայաստանի Հանրապետությունում եւ ինտեգրվել Հայաստանի Հանրապետության հասարակությանը։ Վարչապետը այսօր մասնակցել է Սիլիկոնային սարեր 2025 տեխնոլոգիական գագաթաժողովի բացմանը, որը կրում է արհեստական բանականության անատոմիա խորագիրը։ Գագաթաժողովին ներկա են եղել նաև Հայաստանի եւ աշխարհի առաջատար տեխնոլոգիական, գիտական, նորարարական առաջնորդներ։ Հանրապետության վարչապետի կարծիքով ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում տեխնոլոգիաների նկատմամբ վերաբերմունքի ձևավորման փուլում ենք գտնվում։ Ըստ նրա, տեխնոլոգիաների օգտակարության գործակիցն ավելացնելու ճանապարհին շատ կարևոր է ճիշտ ընկալում ու վերաբերմունք ձևավորել հանրության շրջանում տեխնոլոգիաների նկատմամբ եւ դրանց օգտակար գործակիցը հասանելի դարձնել մարդկանց։ Նիկոլ Փաշինյանի խոսքով տեխնոլոգիա երևույթը մշտապես ուղեկցում է քաղաքակրթությանը։ Տեխնոլոգիաների զարգացումն անընդհատ գործընթաց է։ Հիմա մենք խոսում ենք արհեստական բանականության մասին, բայց process-ը ամբողջական հասկանալու համար մենք պետք է օրինակ արձանագրենք, որ գյուղատնտեսությունը ժամանակին, երբ որ մարդը որդեգրում էր գյուղատնտեսություն եւ արդեն սովորում էր բուսաբուծություն, օրինակ, դա տեխնոլոգիա էր։ Չնայած մի քանի հազարամյակների զարգացմանը, հիմա գյուղատնտեսությունը զարգացման նոր էջ է բացել իր համար, որովհետև ի հայտ է գալիս արդեն ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի մեջ արդեն բազմաթիվ ենթազարգացումներ են տեղի ունենում։ Այս օրինակով վարչապետը ցանկանում է ընդգծել, որ տեխնոլոգիաները եղել են, կան ու շարունակելու են մնալ մարդու կյանքը լավացնելու, բարեկեցության աստիճանը բարձրացնելու միջոց։ Չնայած ասում են, որ տեխնոլոգիաները բերում են մարտահրավերներ ու սպառնալիքներ, բայց ըստ Փաշինյանի այս երևույթը նույնպես նորություն չէ։ Նրա խոսքով բոլոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են սպառնալիքներ ու մարտահրավերներ։ Ասում է, որ այսօրվա տեխնոլոգիաները կարող են մարդուն կախվածության մեջ գցել Եվ դա ճիշտ է, բայց սա առաջին տեխնոլոգիան չէ, որ մարդուն կարող է կախվածության մեջ գցել։ Ես ուզում եմ բերել օրինակ դեղագործության օրինակը, որը ժամանակին, երբ որ ինքը ստեղծվում էր, արդեն էլի cutting edge տեխնոլոգիա էր, որը իր հետ բերեց նաև այլ մարտահրավերներ եւ ինչ այլոց այդ մարտահրավերները մինչև այսօր ոչ միայն առկա են, այլև իրենք ծավալվում են ամբողջ թափով, բայց որևէ մեկի մտքով չի անցնում ուղղակի անջատի չանջատել եւ դեղագործական տեխնոլոգիաները զրոյացնել։ Նիկոլ Փաշինյանը համակարծիք է այն տեսակետի հետ, որ արհեստական բանականությունը եւ ընդհանրապես տեխնոլոգիաների հետ առնչությունները կանխորոշում են Հայաստանի Հանրապետության ապագան։ Նրա համոզմամբ այդպես է աշխարհի բոլոր երկրներում։ Իհարկե ես կուզենայի ավելացնել, որ իմ տեսակետից կամ կառավարության տեսակետից, համոզված եմ նաև ներկաներից շատերի տեսակետից, ձևակերպումը հետևյալն է, որ ապագան կանխորոշվում է այո տեխնոլոգիաների ներդրմամբ եւ նրանց հետ հարաբերվելու ձևերի որդեգրմամբ եւ այդ process-ները կառավարելու կարողությամբ։ Կարծում եմ ակնհայտ է, որ մեր կառավարության քաղաքականությունն է աջակցել տեխնոլոգիաների եւ տեխնոլոգիական ոլորտների եւ ոլորտի զարգացմանը։ Իսկ որոնք են այն գործիքները, որոնցով կառավարությունն աջակցում է տեխնոլոգիաների զարգացմանը։ Փաշինյանը հիշատակում է առաջին 3 քայլերը, որոնցով պատկերացնում են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված աջակցությունը։ Դրանցից առաջինը կրթությունն է, երկրորդը կրթությունն է
երրորդը կրթությունն է։ Հաջորդ քայլերը թվարկելով կարող եմ հիշատակել ենթակառուցվածքները, լավ կարգավորումները, լավ քաղաքականությունները։ Բայց հարց է ծագում, թե ինչ է պետք անել եւ ինչ է պետք ունենալ լավ ենթակառուցվածքներ, կարգավորումներ եւ քաղաքականություններ մշակելու եւ ունենալու համար։ Կարծում եմ այստեղ էլ պատասխանը նույնն է։ Երեք բան է անհրաժեշտ՝ կրթություն, կրթություն եւ ելի կրթություն։ Վարչապետն անդրադառնում է նաև հարցին, թե ինչ է անհրաժեշտ փող ունենալու համար։ Կառավարությունն այս հարցում էլ ունի 3 պատասխան՝ կրթություն, կրթություն եւ նորից կրթություն։ Փաշինյանը նկատում է, գուցե եղել են ժամանակներ, որ այդ հարցի պատասխանները այլ են եղել, օրինակ նավթ, գազ ու ոսկի, բայց ըստ նրա հիմա արդեն աշխատանք ունենալ-չունենալու, բարեկեցություն ունենալ-չունենալու հարցի պատասխանը կրթությունն է։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է ֆրանսիական Ալանթվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան-Շարլ Սամուելյանին և Flagship Pioneering ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան և նշել, որ կառավարությունը աստիճանաբար մոտենում է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Կարևորելով առողջապահության ոլորտում համապարփակ բարեփոխումները, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ապահովագրության համակարգի ներդրումը կունենա առանցքային նշանակություն ինչպես ոլորտի, այնպես էլ հանրության համար։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է առողջապահական ոլորտի լիարժեք թվայնացումը և ծառայությունների արդյունավետության բարձրացումը։ Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետը առաջարկել է շարունակել երկխոսությունը Հայաստանի առողջապահության նախարարության հետ փոխգործակցության ուղիները հստակեցնելու նպատակով։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Բելգիայի թագուհի Մաթիլդային։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերություններին։ Կողմերը մտքեր են փոխանակել 2026 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովի և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ։ Զրույցի ընթացքում կարևորվել են նաև տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը։ Կողմերը երկուստեք շեշտել են, որ խաղաղությունը և համագործակցությունը միջազգային հարաբերությունների առանցքային արժեքներն են, իսկ դրանց ամրապնդումը պետությունների և ժողովուրդների առաջընթացի հիմնական պայմանը։ Ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի Հանրապետությունում Երևանում։ Մեզ համար մեծ պատիվ է ձեր հետ գերազանցություն այս այցելությունը, այն նպատակների համար, ինչու համար որ դուք եկել եք որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, միանշանակ ի նպաստ լինի Հայաստանի Հանրապետության համար, որպեսզի մենք կարողանանք իրականում կատարել են պարտականություններ, որ ստանձնել ենք 2030 թվականի հետ կապված։ Եվ մենք շատ բարձր ենք գնահատում նաև ձեր առաջնորդությունը այդ աշխատանքում։ Դուք որպես Բելգիայի թագուհի զբաղվում եք նաև ամբողջ մարդկության հետաքրով այսպիսի խնդրով։ Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վաշինգտոնում մասնակցել է AUSA միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։ Նախարար Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Եվրոպական միությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է ունեցել Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Շոն Կլանսիի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը ներկայացրել է Եվրամիությունում Հայաստանի առաքելությանը կից նորանշանակ ռազմական կցորդ գնդապետ Վարդան Հովակիմյանին։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում Հայաստանի դեսպանությունից։ Դեսպան Բալայանը ընդգծել է, որ առաջին ռազմական կցորդի հավատարմագրումը խորհրդանշում է Հայաստան-Եվրամիություն խորացող համագործակցությունը, շեշտելով վերջինիս ընդլայնումը նաև պաշտպանական ու անվտանգային ոլորտներում։ Զրույցի ընթացքում անդրադարձել են պաշտպանական ոլորտում զարգացման համագործակցության հնարավորություններին, շեշտելով Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու Եվրամիության առաքելություններին, որոնք նպատակ ունեն ուժեղացնել տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը, նաև նպաստել կայունության ու խաղաղության պահպանմանը։ Ավարտվեց Հորիզոնի այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո մենք վերադառնանք այլ տեղեկատվությամբ։
Շարունակում ենք թողարկումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Շարմ էլ-Շեյխում կայացած խաղաղության գագաթաժողովի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Մեծ Բրիտանիան էլ հայտարարել է, որ կվերացնի Հայաստանին եւ Ադրբեջանին զենքի վաճառքի էմբարգոն, ինչպես նաեւ երկու երկրների հետ հարաբերությունները կբարձրացնի ռազմավարական գործընկերության մակարդակի։ Տարածաշրջանային եւ միջազգային անցուդարձի մյուս նորությունները տեսաշարում։ Եգիպտոսի, Կատարի, Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի առաջնորդները Շարմ էլ-Շեյխում կայացած խաղաղության գագաթնաժողովին ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի վերջնական հաստատման շուրջ համաձայնագիր։ Եգիպտոսի նախագահը հույս է հայտնել, որ Գազայի հատվածում զինված հակամարտությունը վերջինը կլինի Մերձավոր Արևելքի պատմության մեջ։ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին ընդգծել է, որ խաղաղությունը Կահիրեի ռազմավարական ընտրությունն է։ Թող Գազայի պատերազմը վերջինը լինի Մերձավոր Արևելքում։ Եգիպտոս, ինչպես նաև արաբական եւ իսլամական երկրները հաստատում են խաղաղության իրենց ռազմավարական ընտրությունը, որը պետք է հիմնված լինի արդարության եւ հավասարության վրա։ Միացյալ Նահանգների նախագահը նշելով, որ Գազայում պատերազմն ավարտվել է, հայտարարել է, որ այս պահից ի վեր կկառուցեն ուժեղ, կայուն եւ բարգավաճ տարածաշրջան։ Միասին մենք հասել ենք անհնարինին, վերջապես Մերձավոր Արևելքում խաղաղություն է տիրում։ Ոչ ոք չէր կարծում, որ մենք կհասնենք դրան։ Ցանկանում եմ շնորհավորել բոլորին։ Գագաթնաժողովի ժամանակ խոսելով համաշխարհային խաղաղության կարևորության մասին, Թրամփը դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հիշեցնելով, որ կարգավորել է հայ-ադրբեջանական տասնամյակների հակամարտությունը։ Դուք դեռ շփվում եք իրար հետ, այդպես չէ։ Նրանք պատերազմում էին 32 տարի եւ մոտ 1 ժամում մենք լուծեցինք այդ հարցը։ Ստորագրման արարողությանը նախորդած ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը կրկին հիշեցրել էր իր օժանդակությամբ լուծված հակամարտությունների մասին։ Այս համատեքստում նա հատուկ ընդգծել էր գագաթնաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը։ Երբ ես նրանց հանդիպեցի, դա Օվալաձև աշխատասենյակում էր։ Նրանք մոտ 31 տարի պատերազմում էին, ինչ-որ խելագար թիվ, եւ նրանցից մեկը նստած էր Օվալաձև աշխատասենյակի մի կողմում, մյուսը մյուս կողմում, բայց երբ մենք ավարտեցինք, նրանք գրկախառնվում էին։ Եվ հիմա նրանք ընկերներ են, եւ նրանք հիանալի են շփվում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երկուսիդ էլ։ Դա անհավանական է։ Սպիտակ տան առաջնորդը հույս է հայտնել, որ կողմերն արդեն հաշտվել են։ Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Լուսանկարներին կից վարչապետը գրել է. «Պատիվ էր ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվել եւ մասնակցել Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին»։ Միացյալ Թագավորությունը ջերմորեն ողջունում է խաղաղության ճանապարհին Հայաստանի եւ Ադրբեջանի արձանագրած առաջընթացը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին, նշելով, որ այդ իրադարձություններն առանցքային են տարածաշրջանում տևական խաղաղության եւ կայունության ապահովման ջանքերում։ Նախարարի հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով այդ առաջընթացը եւ նպատակ ունենալով աջակցելու խաղաղության գործընթացին, Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում գրանցված զգալի առաջընթացը եւ նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնում վերջերս կայացած գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան կարծում է, որ ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողություններին մասնակցող ուժերին զենքի եւ զինամթերքի բոլոր մատակարարումների վերաբերյալ առաջարկվող զենքի էմբարգոյի հիմքում ընկած տրամաբանությունը վերացել է։ Հետևաբար Մեծ Բրիտանիան լիովին կվերացնի Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ զենքի էմբարգոն։ Որոշումը Մեծ Բրիտանիային թույլ կտա անվտանգության եւ պաշտպանության ոլորտում գործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, աջակցել նրանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված ջանքերին։ Միևնույն ժամանակ բրիտանական կողմը պարզաբանել է, որ զենքի արտահանման լիցենզիաները կքննարկվեն առանձին, հաշվի առնելով խիստ վերահսկողության չափանիշները։ Թիմ ընտրություններին հաջորդած ակցիաներից հետո Վրաստանի իշխող Վրացական երազանք կուսակցությունը խստացնում է փողոցային հավաքների կանոնները։ Նոր օրինագծի համաձայն հանրահավաքների անցկացման սահմանված կանոնների խախտումը կդառնա քրեորեն պատժելի եւ մինչեւ 2 տարվա ազատազրկման հնարավորությամբ։ Նոր փոփոխությունները նախատեսում են նաեւ 15-օրյա ժամկետով վարչական կալանք ակցիաներին փակ դեմքով մասնակցելու, արդյունքաբեր կամ թունավոր նյութ օգտագործելու, ճանապարհը փակելու համար։ Իսկ ակցիաների ժամանակ զենք, պիրոտեխնիկա կամ նմանատիպ առարկաներ պահելը նախատեսում է մինչև 60 օրվա կալանք։ Նման գործողությունների կրկնակի կատարումը կհանգեցնի քրեական պատասխանատվության մինչև 1 տարվա ազատազրկում։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի րոպե մի բան ասեմ 7 խորագրով հերթական տեսանյութն է հրապարակել։ Այս անգամ նա անդրադարձել է կրթության անհրաժեշտությանը։ Եթե դուք աշխատանք եք փնտրում բարեկեցության համար, ձեր գտած աշխատանքը յոլա գնալ գուցե, բայց
բարեկեցություն չի ապահովելու ձեզ։ Բարեկեցության համար այնպես արեք, որ աշխատանքը ձեզ փնտրի։ Դրա համար ձեզ պետք է 3 բան. կրթություն, կրթություն եւ կրթություն։ Եթե դուք ունեք կրթություն, բայց աշխատանքը ձեզ չի փնտրում, ուրեմն ձեզ հարկավոր է 3 բան. առաջինը կրթություն, երկրորդը կրթություն, երրորդը կրթություն։ Աշխատանքային վեճերը կարող են լուծվել հաշտարարի միջոցով։ Սա այն նորություններից մեկն է, որը ամրագրված է օրենսդրական նոր նախագծով։ Այն շրջանառության մեջ է դրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Նախագծի մասին այսօր մանրամասներ է ներկայացրել նախարարության ներկայացուցիչը։ Ըստ նրա բոլորովին նոր այս նախագիծը փոփոխություններ կբերի աշխատաշուկայում։ Ներկայում գիտենք, երբ որ լինում է աշխատանքային վեճ, աշխատողը դիմում է դատարան։ Այս նախագծով առաջարկվում է, որ ոչ միայն դատարան դիմի աշխատողը, երբ ունենում է աշխատանքային վեճ, այլ նաև լինի առանձին հանձնաժողով, որը աշխատանքային վեճերը քննող հանձնաժողով կլինի, եւ իր խնդիրները բարձրաձայնի նաև այնտեղ։ Իդեպ նաև այս հանձնաժողով կարող են դիմել գործատուները, եթե իրենք ունեն խնդիր աշխատողների հետ։ Սա հնարավորություն կտա առաջին հերթին ավելի արագ հանգուցալուծել աշխատանքային վեճերը գործատու եւ աշխատողի միջև։ Ամենակարևորը պետք է շեշտադրեմ անվճար, որովհետև հանձնաժողովը իր գործունեությունը ծավալելու է անվճար հիմունքներով, պատկերացնենք կա որոշակի խնդիր գործատու եւ աշխատողի միջև եւ կողմերից մեկը չի ցանկանում այդ վեճը հասցնել դատարան, բայց նաեւ չի ցանկանում, որ այդ խնդիրը այդպես չլուծված մնա։ Կարող է դիմել հանձնաժողովին, դիմումը կարող է ներկայացնել ինչ-որ էլեկտրոնային եղանակով, այնպես էլ գրավոր ներկայացնել թղթային տարբերակով եւ իր ներկայացնելուց հետո դիմումը 5 աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովը պետք է տեղեկացնի, թե երբ է տեղի ունենալու նիստը։ Նիստը տեղի ունենալու համար առավելագույն ժամկետը 1 ամիսն է։ Եթե խնդրահարույց դեպք է եւ հավելյալ փաստաթղթեր ուսումնասիրելու անհրաժեշտություն կա, հանձնաժողովը իրավունք ունի եւս 1 ամսով երկարացնելու ժամկետը։ Բնականաբար կարող են հենց ընթացքում գան հաշտեցման եւ շատ արագ, ինչպես ասում են, գործը կարճվի։ Բայց եթե չգան հաշտեցման շատ արագ, ուրեմն ավելի մանրամասն կքննվի գործը եւ արդեն հանձնաժողովը կկայացնի իր որոշումը։ Հանձնաժողովի որոշումը իրավազոր է, եթե մասնակիցների կեսից ավելին կողմ է քվեարկում որոշմանը։ Իդեպ, եթե ձայները հավասար է բաշխվում, ապա հանձնաժողովի նախագահը ունի որոշի ձայնի իրավունք։ Հանձնաժողովի որոշումը դառնում է պարտադիր, երբ թե աշխատողը կամ գործատուն, կախված թե որ կողմն է բողոքը ներկայացրել կամ ի օգուտ ում է որոշումը կայացվել կամ հակառակը, 1 ամսվա ընթացքում որոշումը ստանալուց հետո դատական կարգով չի վիճարկում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունից հայտնում են, որ հոկտեմբերի 16-ին եւ 17-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Լոռու եւ Գեղարքունիքի մարզերի մի շարք բնակավայրերում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին ժամը 10-ից մինչև ժամը 19 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան շինարարների, ուսանողական եւ Աղայան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Օձուն բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Գյուլաքարակ, Խոբարձի, Վարդաբլուր եւ Կուրթան բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը, պլանային աշխատանքներ Սևան Գավառ DN 500 մայրուղային գազատարի նորոգում իրականացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին ժամը 9-ից մինչև հոկտեմբերի 17-ը ժամը 21-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, ինչպես նաև Հացառատ եւ Արծվաքար թաղամասերի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիր գյուղ, Ծաղկաշեն, Նորադուս, Այրիվան, Լճապ, Բերթունգ, Ծովազարդ բնակավայրերի գազասպառողների, Մարտունի քաղաքի Վաղաշեն, Աստղածոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեհովիտ, Մադինա, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր, Երանոս, Լեռնակերտ բնակավայրերի գազասպառողների, Վարդենիս քաղաքի Խաչաղբյուր, Լուսակունք, Ծովակ, Կարճաղբյուր, Ակունք, Մեծ Մասրիկ, Լճավան, Մաքենիս, Շատջրեկ, Սոտք, Վանևան, Տորֆավան բնակավայրերի գազասպառողների, Island Fruit, Գավառ Տրանս, Արմ, Հայ եւ Նորիկ, Նոր Բագրևանդ, Մարտ Գազ,
Մակվիչ, Գոգասեդա ընկերությունների նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram ալիքին։ Այժմին այսքանը, կհանդիպենք ժամը 22-ին։